Աշտարակ, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում, գտնվում է Հասաղ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մետր բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2024 թվականի դրությամբ ունեցել է 27668 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրը ստացվում է Սաղմոսավանի, Նազրևանի, Շորշորի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը Հայաստանի օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն աշտարակ, մուղնի, ձախապ, գիտավան, բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։ Աշտարակում կան հայ արվեստի նշանավոր հուշարձաններ, իսկ բրոնզի և երկաթի դարերին վերաբերող նյութերն ապացուցում են նրա շատ հին բնակավայր լինելը։ Աշտարակը քաղաքային համայնք է Արագածոտնի մարզում։ Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Աշտարակ քաղաքը և Մուղնի գյուղը։ Քաղաքը նախկինում կոչվել է Աշտարակաց գյուղ։ Քաղաքը հռչակվել 1963 թվականին։ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո հանդիսանում է որպես Արագածոտնի մարզի մարզկենտրոնը։ Հանդիսանում է տրանսպորտային ճանապարհ։ Այստեղով անցնում են Երևան-Աշտարակ-Թալին, Երևան-Աշտարակ-Ապարան միջպետական մայրուղիները։ Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից։ Հնում մտել է մեծ հայքի այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Այստեղ կան նաև վաղ ժամանակներին վերաբերող պատմամշակութային կոթողներ։ Ծիրանավոր եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, որը 18-րդ դարում վերանորոգվել է։ Ծիրանավորի շրջակայքը տեղացիները անվանում են Բերդաթաղ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որը տեղացիները անվանում են Կարմրավոր, կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Քաղաքի կենտրոնում գտնվում է Սուրբ Մարինե եկեղեցին, կառուցված 1281 թվականին։ Հիշատակության է արժանի Քասախի եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքերցի մեծահարուստ Մահտեսի Խոջա Գրիգորի կողմից 1664 թվականին։ Մուղնի գյուղում է գտնվում Սուրբ Գևորգի վանքը, կառուցված 17-րդ դարում։ Աշտարակը հազարամյակների պատմություն ունի։ Այդ են վկայում բնակավայրի տարածքում գտնվող բոլոր բրոնզեդարյան արձանները, բնակատեղիները, դամբարանները և այլ հուշարձաններ։ Վաղ միջնադարում Աշտարակը հզոր բնակավայր էր, նշանավոր երկու եկեղեցիներով՝ ծիրանավոր և սպիտակավոր։ Սելջուկ թուրքերի լծից ազատագրվելուց հետո մինչև 14-րդ դարի կեսը Զաքարյանների, ապա Արզրունիների ժամանակներում Աշտարակն ապրել է տնտեսական մշակութային ծաղկման շրջան։ Կառուցվել են սպիտակավոր և Սուրբ Մարինե եկեղեցիները։ Հատկապես շատ մեծ վերելք է ապրել խաչքարային արվեստը։ 1555 թվականին Աշտարակն անցել է պարսկական տիրապետության տակ, կրել է 16-ից 17-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմների ավերիչ հետևանքները, սակայն Աշտարակը զերծ է մնացել Պարսի Շահ Աբբաս առաջինի կազմակերպած հայոց մեծ բռնագաղթից, որը տեղի է ունեցել 1604 թվականին, ինչպես Վաղարշապատի, Օշականի, Փարաքարի և Քանաքեռի հետ միասին։ 1664 թվականին երևանցի մեծահարուստ և վաճառական Մոծակենց Գրիգորը Քասախ գետի վրա առնվազն 10-րդ դարից գործող կամրջի մոտ կառուցում է տուֆակերտ մի հրաշալի կամուրջ։ 1760-1770-ական թվականներին Աշտարակը մի քանի անգամ ենթարկվել է լեզգիների հարձակմանը։ 1804-ից 1813 և 1826-ից 1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմների ընթացքում աշտարակցիներն աջակցել են ռուսական զորքերին։ Արևելյան Հայաստանի պարսկահայերի ներգաղթի ամենաեռանդուն կազմակերպիչներից մեկը ապագա ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե. Աշտարակեցի Շահազիզյանն էր։ Խորհրդային տարիներին Աշտարակը եղել է Համանուն շրջանի կենտրոնը, իսկ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծումից հետո Արագածոտնի մարզի մարզկենտրոնը։ Ամենահնագույն ժամանակներից մինչև մեր օրերը Աշտարակը եղել է ճանապարհների կարևորագույն հանգույց։
հյուսիսից ու գարած աշխարից, մայրուղին եկել եւ մուղնու ձորակով մտել է աշտարակ։ Արևմուտքից Շիրակ աշխարից եկել հասել է մինչև Զեբեթի Սարգսի դուռը եւ ոլորաններով մտել աշտարակ։ Արևելքից եկել է մայրաքաղաք Արտաշատից եւ բմբլաձորակով ձորի ճանապարհով մտել է աշտարակ։ Աշտարակը գտնվում է նախալեռնային կոչված գոտում։ Ծովի մակարդակից հարավային մասում բարձր է 1100-ից 1400 մետր, հյուսիսային մասում 700-ից 1200 մետր։ Տարվա միջին ջերմաստիճանը հարավային մասում հավասար է +9.5 աստիճան Ցելսիուս, հյուսիսային մասում 8-ից 10 աստիճան Ցելսիուս։ Ամենատաք ամիսները հուլիս եւ օգոստոսն են։ Այդ ամիսներին ջերմաստիճանը հավասար է +23-ից 26 աստիճան Ցելսիուս։ Աշնանսկիզբը շատ տաք է լինում։ Սեպտեմբերի միջին ջերմաստիճանը հավասար է +19.2 աստիճան Ցելսիուս։ Աշտարակում բարձր ջերմաստիճանը միջինում հասնում է 22 աստիճան Ցելսիուս, իսկ ցածր ջերմաստիճանը միջինում հավասար է 1 աստիճան Ցելսիուս։ Արդյունաբերությունը աշտարակի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Աշտարակում է գործում միկրոմ ձեռնարկությունը, որը զբաղվում է փորձասարքերի, շինարարական սալիկների, արբանյակային ալեհավաքների, գունանյութի եւ ներկերի արտադրությամբ։ Ունի պոլիգրաֆիական գործարան, որը զբաղվում է տպագրական իրերի արտադրությամբ, ինչպես նաեւ պոլիէթիլենային տարաների արտադրությամբ։ Աշտարակում զարգացած է նաեւ սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կան խաղողի վերամշակման եւ գինու հումքի ստացման կետեր։ Հնուց աշտարակը հայտնի է անուշահամ գինիների եւ չոր մրգերի պատրաստմամբ։ Գյուղատնտեսությունը նույնպես զարգացած է։ Հատկապես զարգացած են պտղաբուծությունը եւ խաղողագործությունը։ Հողահանդակները հիմնականում ոռոգվում են քասախի ջրերով։ Պահուստային հողերում բազմամյա արոտավայրերը կազմում են 433 հեկտար, տնկարկները 58 հեկտար։ Մշակում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի ձվի եւ թռչնի մսի արտադրություն։ Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։ Հայաստանի հայտնի հուշարձաններից է աշտարակի բերդը։ Բերդի դիրքը հարմար է պաշտպանություն իրականացնելու համար։ Այդ իսկ պատճառով, երբ կամսարական տոհմի ներկայացուցիչները եկան աշտարակ, նրանք ամեն գործողություն կիրառում էին, որպեսզի տիրանային բերդին։ Սրա կառուցման ժամանակը անհայտ է, քանի որ հայտնաբերվել է մինչև ուրարտական ժամանակները։ Այսօր բերդի տեղում մնացել է փոքրիկ բլրակի նման մի ավերակույտ։ Նրա վրա եւ շրջակայքում կառուցել են բազմաթիվ անհատական բնակարաններ։ Բնակիչներից շատերը ավերակի վրա ծառատանկման նպատակով կատարած հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել են 2.5 մետր երկարությամբ, 50 սանտիմետր բարձրությամբ եւ 35 սանտիմետր լայնությամբ ուղղանկյուն զուգահեռանիստի տեսքով սրբատաշ քարե միսյուն, որի յուրաքանչյուր անկյունի երկու կողմերի երկարությամբ իջնում է մեկական փոսկից, իսկ գլխի մասում առկա է 12 սանտիմետր լայնություն երկարություն եւ 15 սանտիմետր խորություն ունեցող մեկ խոռոչ, հավանաբար նրա վրա կանգնող նմանատիպ քարի կամ խաչքարի ելունը հագնելու համար։